Դիաննա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում ստորությունների շղթան կարծես ավարտ չունի, երբ թվում էր, թե իրավիճակը գոնե մի փոքր հանդարտվելու է, նոր իրականությունը պայթում է դիմացդ։ Այլևս պարզ է, որ բոլորի թիրախը մեկն է՝ Աննան։ Եվ որքան էլ շատերը փորձեն ձևացնել, թե պայքարում են Միքայելի դեմ կամ դժգոհ են Լիլիթից, իրականում նրանց բոլոր քայլերը ուղղված են Աննայի դեմ։ Այդ պայքարը քողարկված է, լռաքյաց է, բայց կործանարար։ Հարազատ որդին Հենրիին, որի մեջ Աննան այնքան սեր ու հույս էր ներդրել, այսօր իրեն պահում է ցինիկ, սառն ու հաշվարկող ձևով։ Նրա լռությունը խոսում է 1000 խոսքի փոխարեն, բայց Հենրիին գոնե կաշկանդված է, ճնշված, մինչդեռ Միքայելը, Լիլիթը, Բագրատը գործում են բացահայտ, առանց խղճի ու զղջման։ Նրանց դրդապատճառները տարբեր են՝ շահ, վրեժ, եսասիրություն, բայց նպատակը մեկն է՝ հարվածել Աննային այնտեղ, որտեղ նա ամենաանպաշտպանն է։ Աննան խոցելի է, բայց միայն ոչ միամիտ։ Ու մինչ բոլորը կարծես խաղի մեջ են, մնում էր միայն Անետը, ում հանդեպ վերջին շրջանում դեռ հավատ էր մնացել։ Կարծես թե Աննայի կողքին կանգնելու, սխալներն ընդունելու ու դրանց դեմ դուրս գալու հնարավորություն ուներ։ Բայց, ինչպես ասում են, մարդիկ չեն փոխվում։ Եթե Անետը կարողացել էր 25 տարի լռել Սոսի ողջ լինելու մասին, ապրել Աննայի հաշվին, վայելել նրա հոգատարությունը ու միևնույն ժամանակ այդքան մեծ ճշմարտություն թաքցնել նրանից, ապա ինչ դժվար բան է ևս մեկ անգամ լռելը։ Այո, Անգելինայի ծնողների գաղտնիքը թաքցնելը նրա համար ընդամենը շարունակությունն է վաղուց սկսված մի կեղծ կյանքի։ Բագրատը, որ միշտ գիտի ինչպես հոգեբանորեն ճնշել մարդկանց, այդ անգամ էլ է իր գործի մեջ։ Ասում է, հիմա ճիշտ ժամանակը չէ։ Ճիշտ ժամանակը իբր հանգուցալուծման համար, բայց իրականում նոր լռության սկիզբ։ Անետն արդեն իսկ մտածում է, որ գուցե պետք է սպասել։ Սպասել ինչին։ Ում հաշվին։ Աննայի։ Սիրելի հարուղփոր խոչերը կրկին մթում են շահի, հարմարավետության ու վախի մեջ։ Այսպիսով, մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ բոլորը գիտեն ճշվարտությունը։ Անգելինան ու Աննան միայնակ են, իրենց իսկ կյանքի պատմությունից զրկված։ Անետը հիմա էլ լուռ է։ Սոսը, որ արդեն կասկածներ ունի, սպասում էր հարմար պահի, բայց հիմա դժվար կացության մեջ է։ Բայց ինչ կլինի, եթե այդ պահը չգա, եթե Սոսը չհասցնի իմանալ, որ Անգելինան իր աղջիկն է։ Իսկ Լիլիթը նրա կողքին, այդ ամենի գլխավոր մեղավորը, ապրում է այնպես, ասեց, ոչինչ չի եղել։ Իսկ եթե վաղը Սոսին ինչ-որ բան պատահի, ինչպես է ապրելու այդ խղճով, թե պարզապես նա չունի խիղճ։ Աննան դուրս է գալիս բակ, նկատում է Միքայելին ու Բագրատին միասին զրուցելիս, կանգնում է, նայում նրանց մի փոքր շփոթված, բայց արդեն զգուշավոր աչքերով։ Սկսում է իր բնորոշ դյուրահավատ ոճով հարցեր տալ, բայց այդ դյուրահավատության տակ այլևս թաքցնած չեն իր կասկածները։ Միքայելը ասում է, որ Բագրատը եկել է իր հետ խոսելու Արամի առևանգման դեպքի մասին, որովհետև կարծում է, թե հենց Միքայելն է կանգնած այդ միջանդեպի հետևում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աննան կհավատա Միքայելին։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք, նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք։ Այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասարք է, ասաց սպասա սարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ, Այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։
Չէ։ Սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարխուն տարեկան։ Կոճոլա համար Դու խոշտի։ շիկինոլա համար շուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմաց հետ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Երբ թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ